Կեղծ խաղաղության գինը փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Լոս Անջելեսում բնակվող սիրելի հայրենակիցներ, բաց մի թողեք հնարավորությունը ներկա գտնվելու մարտի 26-ին երեկոյան 7:30-ին Փասադենայի AGBU արվեստի կատարողական կենտրոնի սրահում կայանալիք պրեմիերային։ Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ առաջ Աչակենտրոն կուսակցության կոմիտեի անդամ Ալեքսանդր Կոչուբաևի հետ, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Կոչուբաև, նախ կուզեմ խոսեք կուսակցության մասին, ինչ դիրքավորում պիտի ունենաք ներքաղաքական դաշտում։ Բնականաբար առողջ բարոյականություն եւ նորմալ տրամաբանություն ունեցող քաղաքացին այսօր կարող է դիրքավորվել բացառապես ընդդիմադիր դաշտում եւ այդ առաքելությանը հավատարիմ մենք բնականաբար ընդդիմադիր եւ աչակողմյան կուսակցություն ենք, ինչը ընդգծում է մեր ազգային պահպանողական բնույթը։ Ըստ այդմ, քանի որ դեռևս այսպես կուսակցական գործընթացները, քաղաքական կոնսուլտացիաները ընթացքի մեջ են, սրա մասին առավել մանրամասն եւ կուսակցական մակարդակում մենք հանդես կգանք։ Այս պահին ընդհանրապես ընդգծել է պետք, որ մենք ընդդիմադիր պահպանողական կուսակցություն ենք եւ առողջ քաղաքական ուժ։ Սպասենք ավելի մանրամասն միգուցե օրակարգի եւ ծրագրերի, որոնք հավանաբար կլինեն առաջիկայում, բայց կուզեմ դիրքորոշում հայտնեք նաեւ ներկայիս ներքաղաքական գործընթացների վերաբերյալ, մասնավորապես ներընդդիմադիր երկու ուժերի միջև այս քննարկումներին, որը կապված է 18 թվականի եղելությունների հետ։ Նախ կցանկանամ հստակեցնել, որ ես չեմ տեսնում երկու ուժերի բանավեճ, ես ընդհանրապես տեսնում եմ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցների ամեն գնով նախագահ Քոչարյանի հետ ասոցացվելու փորձ։ Այսինքն այստեղ բանավեճի մակարդակ չէ, ընդհանրապես գործընկերները հանրապետականից անում են ամեն ինչ, որպեսզի տեղի ունենա ասոցիացիաներ, բայց ակնհայտ է եւ սա այս ակնհայտությունը գալիս է 2008 թվականից, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը առնվազն միասին չեն եւ քաղաքական միասնական դիրքորոշումներ էլ չունեն եւ իմ համեստ գնահատմամբ տրամաչափերի էլ հստակ տարբերություններ այստեղ կան։ Բայց այն ինչ որ անում են գործընկերները հանրապետականից, նախ ես հեռու եմ այն մտքից, որ սա չի արվում թիվ 1 դեմքի թույլտվության, առանց այդ թույլտվության, եւ ես վստահ եմ, որ սա նպատակաուղված քաղաքականություն է Սերժ Սարգսյանի կողմից, որպեսզի ինքը բոլոր դեպքերում ասոցիատիվ ձևով ընկալվի որպես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դաշնակից մտերիմ, ինչը բնականաբար իրականությանը չի համապատասխանում, նաև համապետական վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ այստեղ քաղաքական կշռի եւ քաղաքական տրամաչափի հստակ մենք տարբերություններ կան։ Հիմա թեզերը, որոնք չափազանց կարևոր են, թե ով է բերել Նիկոլ Փաշինյանին իշխանության։ Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը բերվել է իշխանության եւ ոչ թե հեղափոխական գործընթացներ են տեղի ունեցել, գոնե ինձ համար կասկածից վեր է։ Եվ ինչի են ինձ համար կասկածից վեր, հիմա դետալային կանդրադառնանք, որովհետեւ ես եղել եմ ներգրավված պաշտպան մարտի 1-ի գործով եւ ես 2018 թվականի այդ անունը հələ որ էս պահին դնենք հեղափոխություն, ոստիկանության սպա եմ եղել։ Եվ այսպես այդ գործընթացը, ինչին մենք ուզում ենք անվանել հեղափոխություն, ես դժբախտություն եմ ունեցել։ Այսինքն գնահատում եք իրավապահի աչքերով եւ մասնագիտական տեսանկյունից։ Տեսեք, ես հարցերին պետք է պատասխանեմ որպես ներգրավված պաշտպան մարտի 1-ի գործով, որը չափազանց կարևոր է։
Սրան մենք պետք է հստակ գնահատական տանք, բայց չխառնենք իրադարձությունները։ Եվ նաև եկեք ի վերջո գնահատական տանք, ում համար կարվեց սահմանադրություն 2015 թվականին, արդյոք այն թեզերը, որ նետվում էր հրապարակ, որ սա Սերժ Սարգսյանի համար է, համապատասխանում է իրականությանը, թե ոչ։ Գանք ամենասկզբից, ինչպես ասում են։ Մարտի 1-ը, ախր եկեք հասկանանք շատ պարզ, ինչի մասին էր մարտի 1-ի ամբողջ գործընթացը։ Նրա մասին էր, որ Սերժ Սարգսյանը ընտրվել էր որպես հանրապետության նախագահ, քաղաքացիների մի մասը դժգոհ էր եւ սկսվել էր ինչ-որ ընդդիմադիր հետընտրական գործընթացներ։ Հիմա հարց. Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ երկրորդ նախագահը, ինչ առնչություն ուներ սրա հետ։ Հիմա այսպես արգումենտ է շրջանառվում, դեռ չէր հանձնվել երրորդ նախագահը։ Բայց գիտեք ինչպես է։ Պարոն Սարգսյանի թիմակիցները եւ որոշ իշխանական լրատվամիջոցներ սա փորձում են վերագրել, որ տեղի էր ունեցել իշխանության վերարտադրություն։ Բայց հարգելիներս, քանի դեռ պատմությունը թարմ է, եկեք ամեն ինչ կոչենք իրենց անուններով։ Ընդամենը պաշտոնավարման դադարից 3 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ընդունել էր նոր սահմանադրություն 2005 թվականին, որը ուժի մեջ մտնելուց հետո նախագահը պարոն Քոչարյանը կարող էր դեռևս 2 անգամ առաջադրվել որպես հանրապետության նախագահ։ Եվ վստահ եմ հաշվի առնելով պարոն Քոչարյանի ռեյտինգը այդ շրջանում ինքը միանշանակ էր ընտրվելու, բայց սահմանադրության ընդունումից հետո պարոն Քոչարյանը վերարտադրության խնդիր չուներ, հավատացեք, որովհետև կար նոր սահմանադրություն, դրա մասին չափազանց բարձր գնահատականներ կային Եվրոպայի խորհրդից, Վենետիկի հանձնաժողովից, եւ այդ այսպես լեգիտիմ եւ եվրոպական հանրության կողմից ընկալելի սահմանադրությունը պարոն Քոչարյանին հնարավորություն տալիս էր եւս 2 անգամ ընտրվել որպես հանրապետության նախագահ։ Հետևաբար Սերժ Սարգսյանի եւ իր թիմակիցների թեզերը, որ սա վերարտադրություն էր, սա վերարտադրություն չէր։ Մարտի 1-ը ունի հստակ կոնտեքստ։ Սերժ Սարգսյանը ընտրվել էր հանրապետության նախագահ եւ քաղաքացիները դրանից դժգոհ էին։ Եվ ըստ այդմ շարժման շահառուն ոչ թե Ռոբերտ Քոչարյանն էր, այլ Սերժ Սարգսյանը։ Սա պետք է ֆիքսել ի սկզբանե եւ շարժվենք առաջ։ Հիմա տեղի ունեցավ մարտի 1-ը, այնտեղ բոլորս հիշում ենք ում հոգիներ փառավորվում, ինչի մասին էր մարտի 1-ը, պարոն Փաշինյանի դատավճռում ուղիղ 30 անգամ օգտագործված է թալան բառը, բոլորս լֆիկի գառներին կարծում եմ հիշում ենք, ինչպես էին ուտում, ինչ ցինիզմ էր տիրում եւ առհասարակ մարտի 1-ը ինչի մասին էր։ Եվ ես վստահ եմ, որ պարոն Փաշինյանը մարտի 1-ի իրադարձություններից սկսված նախապատրաստվում էր որպես մեր հանրապետության վարչապետ։ Հիմա եկեք գանք ամենասկզբից։ Այսինքն ներողություն 2008-ը կարծում եք 2018-ի նախերգանքն էր։ Գիտեք ինչպես է 16-ի իրականում, հիմա դրան էլ կանդրադառնանք, բայց ամեն ինչ տեղափոխվեց 2018։ Ես այսօր փաստաթղթերով եմ եկել, ինչու փաստաթղթերով, որովհետև մեր գործընկերները, այն ինչ որ դուք անվանում եք բանավեճ հանրապետականից, ես տեսեք եկել եմ փաստաթղթերով եւ ես վստահ եմ, վաղը սկսվելու է հարցակումը թիրախավորված, ընդ որում փորձելու են հերքել, ես էլ կխնդրեմ ինչպես ես եմ փաստաթղթով հերքում կամ ինչ որ բան բացահայտում, թող ինձ պատասխանեն փաստաթղթերով։ Ես վերցրել եմ 2006-ից 2013 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված բոլոր համաներման փաստաթղթերը։ 2006 թվական Ազգային ժողովը թույլատրել է պատժից ազատել բոլոր այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատազրկման 5 տարի ժամկետով եւ նվազագույն շեմը 1/3 առնվազն պետք է կրած լինեին։ Գալիս ենք 2009 թվական։ Ազգային ժողովը թույլատրել է պատասխանատվությունից եւ պատժից ազատել բոլոր այն անձանց, ովքեր դատապարտվել են 5 տարի ազատազրկման եւ կրել են պատժի 1/3-ը։ 2011 ունենք, սա թողնում եմ վերջ,
2013 թվական ազգային ժողովի կողմից ընդունված համաներման պատժից ազատվել են բոլոր այն անձինք, ովքեր դատապարտվել են 5 տարի ազատազրկման, նվազագույն շեմը 1/3։ Եվ բոլոր այս փաստաթղթերում երկրորդ անգամ հանցանք կատարած անձանց վրա համաներումը չի տարածվում։ Հիմա վերցնենք 2011 թվականի համաներման ակտը։ Համաներումը տարածվում է բոլոր այն անձանց վրա, ով դատապարտվել է 8 տարի ազատազրկման եւ կրել է պատժի 1/4 մասը։ Պարոն Փաշինյանը ինչքան պատասխանատվության էր ենթարկվել։ 7 տարի։ Այսինքն այս պարագայում մեր հանրապետությունում չափազանց կայուն հենք ունեցող 5 տարին, որը երբեք սրանից առաջ եւ սրանից հետո չի փոփոխվել, դարձավ 8 տարի։ Այսինքն բարձրացվել է շեմը։ Եվ նաեւ երկրորդ նրբություն։ Այստեղից դուրս է մնացել երկրորդ անգամ հանցանք կատարելը։ Ինչու՞։ Որովհետև պարոն Փաշինյանը 98 թվականին էլ է եղել դատապարտված, սրա մասին չգիտես ինչի բոլորը լռում են։ Եվ եւս մեկ փաստաթղթային առանձնահատկություն, որ ըստեղ 1/4 է նվազագույն շեմը իջեցվել։ Իսկ պարոն Փաշինյանը ինչքան ներ կրել իր պատժի 1/4, կարծում եմ, այսպես հատուկ Այսինքն այդ համաներումը ես դատելով ձեր խոսքերից կարող եմ ենթադրել, որ դուք կարծում եք, որ հենց այնպես չի իրականացվել։ Հիմա եկեք իմ կարծիքները խորացնեմ։ Ասում են, թեզ է նետվում հրապարակ, որ 2015 թվականի սահմանադրությունը կարվել է Սերժ Սարգսյանի հագով։ Նախ ես խստորեն դատապարտում եմ այս լեքսիկան, սահմանադրության վերաբերյալ չի կարելի այսպիսի բառերով խոսել, բայց հիմա եկեք նայենք, Սերժ Սարգսյանը ունի բարձրագույն կրթություն։ Այո, ունի։ Իսկ այդ պահին մինչև 15 թվականը падգամավորի համար նախատեսված էր բարձրագույն կրթության պարտադիր ցենզ, թե ոչ նախատեսված էր, իսկ վարչապետի համար նախատեսված էր, որովհետև վարչապետը բավարարում է падգամավորի պահանջը, իսկ падգամավորը պետք է ունենար բարձրագույն կրթություն։ 15 թվականի սահմանադրությամբ վարչապետը այլևս չպետք է ունենա բարձրագույն կրթություն։ Նախարարը պետք է ունենա, վարչապետը չպետք է ունենա։ Հիմա փաստարկ 2, լավ սա Սերժ Սարգսյանի համար էր, թե օրինակ մի քիչ դրանից մի որոշ ժամանակ առաջ համաներմամբ ազատ արձակված, այդ թվում արդեն թունդ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի։ Ես եթե համադրեմ իրենց երկուսի մեջ կրթություն չունեցողը պարոն Փաշինյանն էր, հետևաբար սահմանադրական երկրորդ գործընթացները։ Եվ սպայի ոստիկանության սպայի իմ նախկին տեղեկատվությունը, որը ասում են ինչ եղել է Վեգասում, մնում է Վեգասում, բայց այն ինչ եղավ 2018 թվականին, պետք է լիներ 2016 թվականին, բայց հանրային ընդվզումը քանի որ թույլ եղավ, որովհետև հասարակությունը այդ պահին ՊՊՑ-ի գրավումը։ Այո, ՊՊՑ գնդի գրավումը, կհիշեք, նույն պարոն Փաշինյանը հայտնվել էր, փորձում էր շարժումը վերցնել իր ձեռքը, բայց Պավել Մանուկյանի ձեռամբ մեմեր հայտնվեցին, որ դրան նետեք աղբամանը եւ շարժումը մարեց։ Այսինքն, եթե մենք համադրենք գործընթացները, եղավ դրան նախորդեց ՊՊՑ գնդին ադրբեջանական լայնածավալ ագրեսիա, այնուհետև ՊՊՑ գնդի գրավում, այսինքն սցենարը, եթե մենք համադրենք 18-ի գործընթացների հետ, ամբողջ ծավալով կունենանք համընկնում։ Լավ, հիմա այս թեզը ով է ի վերջո ում բերել իշխանության, արդյոք պարոն Փաշինյանը եկել է իշխանության, թե օրինակ իրեն թույլ են տվել գալ իշխանության։ 2018 թվականին ամբողջ ոստիկանական համակարգը ծայրահեղ ռադիկալ վերաբերմունք ուներ Նիկոլ Փաշինյանի եւ այդ շարժման նկատմամբ։ Մենք ունեինք օպերատիվ փնտրողական վարչության զեկույցներ, 7-րդ վարչությունը ոստիկանության չափազանց լավ գիտեր մենք ում հետ գործ ունենք, ով է այս մարդը,
այս մարդը ում համար է աշխատում, հա, եւ կար բավականին ծանր հակակրանք ոստիկանության նկատմամբ։ Եվ ես կարծիք եմ ուզում հայտնել, որ հետո չհայտնվեմ իրավապահ մարմիններում այլ կարգավիճակով, որպես փաստաբան իմ գործն է, բայց ես օրինակ կարծում եմ, որ այդ օրերին քննարկվում էր երկրում արտակարգ դրություն հայտարարվելու հարց եւ փողոցահավաքելու եւ ոստիկանությունը իդեմս իր հրամանատարության վստահեցնում եմ ձեզ 1 ժամում այդ թափորը տուն կուղարկեր։ Հաշվի առնելով ոստիկանության ունակությունները, հագեցվածությունը եւ նաեւ ռադիկալ վերաբերմունքը այդ ցույցերի որ պահի դրությամբ եք ասում սա հնարավոր էր իրականացնել, որովհետեւ այդ հեղափոխություն կոչված ճակերտավոր գործընթացը ինչ որ փուլեր ապրեց եւ եղան նաեւ այսպես ձևակերպենք բեկումնային պահեր, որից հետո ըստ տարբեր կարծիքների այլևս անվերահսկելի էր իրավիճակը։ Տեսեք, բեկումի համար կրկին Սերժ Սարգսյանին պետք է շնորհակալություն հայտնել, որովհետև ոստիկանության մոնիտորինգի տվյալներով մարտի 1-ից դասեր չեք քաղել արտահայտությունը հանգեցրեց հեղափոխության։ Սա միանշանակ է, այսինքն ժողովուրդը պիկի հասավ այդ ասույթից հետո, որ դուք մարտի 1-ից դասեր չեք քաղել։ Սա ուղիղ սպառնալիք էր ժողովրդին, որ եթե խելոք չմնա, կրկնվելու է մարտի 1-ի իրադարձությունները։ Բայց հիմա թեմաները փոխկապակցված են, այսպես փորձենք գնալ գալ։ Լավ, ձերբակալվեց Նիկոլ Փաշինյանը։ Նրան մեկուսացվեցին, նա մեկուսացվեց եւ շարժումը ընդամենը 1-2 օրվա մեջ գնալու էր տոտալ մարման։ Հա, եւ այստեղ ինձ համար ինչն է հետագայում պարոն Դավթյանին էլ, հա, հիմա առանձին իրեն նախկին դատախազ, այո, նախկին դատախազ, ես այս մասով էլ հանրապետականներին հարցեր ունեմ էլի իհարկե, բայց սա վերջում ինչպես ասում են, թողնենք ձեզ սերտի։ Արտուր Դավթյանը իր հարցազրույցներից մեկում երբ որ ասում են, լավ, մարդը հանցանք էր կատարել, զանգվածային անկարգություն էր կատարում, ռադիոտուն էր գրավում, դուք էլ հանցափաստով ձերբակալել էիք, խի թողեցիք։ Արտուր Դավթյանը ասում է քաղաքական որոշում էր կայացվել։ Հիմա հարց, ով էր կայացրել քաղաքական որոշումը, եթե այդ պահին իշխանություն դեռևս հանրապետական կուսակցությունն էր, իդեմս պարոն Սերժ Սարգսյանի։ Լավ, ով կայացրեց, ով գլխավոր դատախազին ասեց, որ գիտես ինչ, Նիկոլ Փաշինյանին բաց թող, կամ լավ, ինչի համար բաց թողնենք, եթե այդ մարդը փաստարկված ռազմականացված հիմնարկ է մտնում եւ գրավում են շենքը։ Ռադիոտան դրվագի հետ կապված հարցերը մինչև այսօր կան, հնչում են եւ դրանց պատասխանները առնվազն չեն փարատում այդ հարցերը։ Տեսեք, ամբողջ խնդիրը այստեղ մեկն է։ Հանրապետականների մեր գործընկերներ, այդ պահին իշխանություն եք եղել։ Քաղաքական որոշումը, ինչի մասին խոսում է Արտուր Դավթյան, ով է կայացրել։ Եթե իշխանություն հանրապետականն է, հա, եւ քաղաքական որոշում էր կայացվել Նիկոլ Փաշինյանին բաց թողնելու։ Ով կայացրեց այդ որոշումը։ Պարոն Սերժ Սարգսյանը ախր հələ երկրի ղեկավար էր։ Հանրապետական կուսակցությունը դեռևս այդ պահին իշխանություն էր։ Դավթյանն Արտուրն էլ ասում է կար քաղաքական որոշում։ Բայց մի պահ հələ փորձենք էլի վերադառնանք, մի փոքր էլ այսպես հագեցնենք պարոն Փաշինյանի կենսագրությունը։ Ուրեմն 2012 թվականի մարտի 15-ին ես կխնդրեմ Խաչատուր Սուքասյանին մի հատ էս հարցը պարոն Փաշինյանին առաջին իսկ առիթի դեպքում մի հատ թող տա իրար հետ փորձենք քննարկել, էլի։ Տեսեք, ԿՀ-ը ներկայացնում, որ ինքը վերջին 5 տարում եղել է Հայաստանի Հանրապետությունը, ինչ այդ պահին նստակեցության ցենզը падգամավորի տեխնացուի համար առաջնային էր։ 2012 թվականի մարտի 15-ին պարոն Սուքասյանին ուղղորդեմ։ Անձնագրային եւ վիզաների վարչությունը ԿՀ դիմում է գրում, որ Խաչատուր Սուքասյանը, քանի որ գտնվել է հետախուզման մեջ, ինքը չի բավարարում վերջին 5 տարվա նստակեցության ցենզին, չգիտենք ուր ա եղել, հետախուզման մեջ ա եղել։ Հիշում ենք, չէ, ոնց որ թե Նիկոլ Փաշինյանը այդ ընտրություններին մասնակցեց, ոնց որ խորհրդարան անցավ որպես падգամավոր, բայց չենք մոռանում, որ պարոն Փաշինյանն էլ էր հետախուզման մեջ, ինչպես Խաչատուր Սուքասյանը։
Այսինքն մի դեպքում ցենզը համարվել է բավարարված, մյուս դեպքում ոչ։ Հիմա շատ լավ։ Եկեք ենթադրությունը թողնենք հանրապետականներին։ Հիմա տեսեք, եթե Խաչատուրը Սուքասյան եւ Նիկոլ Փաշինյանը նույն շրջանում փախուստի են դիմում, նույն ժամանակահատվածով գտնվում են հետախուզման մեջ, Խաչատուրը Սուքասյան մերժվում է, որովհետև ինքը չի եղել վերջին 5 տարին իր լինելու կասկածի տակ էր, որովհետև հետախուզման մեջ էր, բայց պարոն Փաշինյանը ստանում է։ Լավ, հիմա սա էլ է չէ փաստ։ Հիմա վաղը մյուս օր որ որոշեն սրանք հերքել, ասեն մենք Նիկոլի հետ կապ չունենք, խնդրում եմ բերեք այս տեղեկանքի բացատրությունը, խնդրում եմ բերեք այս համաներման բացատրությունը, խնդրում եմ բերել սահմանադրությունից բարձրագույն կրթությունը հանելու բացատրությունը։ Այդ ինչպես եղավ։ Լավ, իդ ինչպես եղավ։ Կամ այս երևույթի բացատրությունը ինձ կարող են տալ 17 թվականի խորհրդարանական ընտրություններին Ելք դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց ժողովուրդ ոչ մեկի չմեղադրեք, ընտրությունները չեն կեղծվել, դուք մեզ չեք ընտրել։ Հիմա սա ով կարող էր անել այսպիսի հայտարարություն։ Դու ընդդիմադիր ֆրոնտի ղեկավարն ես։ Այն մարդը, ով իշխանության մոտ է աշխատում։ Հիմա լավ, երբ որ բանավեճ է ընթանում, բանավեճ չէ, միակողմանի անհիմն մեղադրանքներ Սերժ Սարգսյանի թիմակիցներից դեպի Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներ, որ Նիկոլին ով է բերեին, վարչապետի մակարդակում, սա ասելու բան է։ Վարչապետը Facebook-ում գրի ինձ ոչ մեկ չի բերել իշխանության, երբ այդ թեզից պաշտպանվում է Սերժ Սարգսյանը իր թիմով։ Միանում է Նիկոլ Փաշինյանը։ Լավ, ախր մենք կույր չենք։ Գործընկերներ, կույր չենք, տեսնում ենք, չէ՞, սա ամեն ինչը։ Դուք դատելով այն խոսքից, որը հնչում է այստեղ, կարծում եք կամ առնվազն կասկածներ ունեք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության բերվելու գործընթացը ավելի վաղ է եփվել, այսպես ձևակերպել։ Բնականաբար սա աշխարհաքաղաքական գործընթաց էր, սա միայն ներքաղաքական գործընթաց չէր եւ բնականաբար պարոն Փաշինյանը աճեցվել է եւ աճեցվել է սկսած 2008 թվականից։ Ընդ որում այստեղ աճեցման հանգամանքը Միքայել Մինասյանի հարցազրույցը կխնդրեմ ուշադրություն դարձրեք։ Էլ մարդը ասում է. ես տարիներ ֆինանսավորել եմ հայկական ժամանակը, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակումները կառավարեմ։ Հիմա բովանդակային հերքու, էս էլ հո պարոն Քոչարյանի թիմակիցները չեն ասում, էս էլ ձեր Միքայել Մինասյանն է, չէ՞ ասում, որ ես հայկական ժամանակը փողով պահել եմ։ Լավ, հիմա պետք է ժողովրդին փորձել հիմարացնել։ Լավ, հիմա ինքները իրենց կոնտենտի համար փորձում են ամեն ինչ մոլորեցնել, մանիպուլացնել, բա սրանց պատասխանը ով պետք է տար, հա, այս ամեն ինչը, ինչը որ մենք ասում ենք։ Լավ, եկանք պարոն Մինասյանի վրա։ Հեղափոխություն երբ է տեղի ունենում երկրներում, երբ որ նախկին ռեժիմը հասնում է այլասերվածության, կոռումպացվածության պիկի եւ կա մի նոր առողջ ուժ, որը գալիս է շատ ռադիկալ մեթոդներով հին իշխանությանը ճանապարհում է տուն, դատապարտում են եւ այլն։ Հիմա տեղի ունեցավ 2018 թվականին հեղափոխություն, ընդունում ենք, վեճի առարկա չենք դարձնում։ Հանրապետության գլխավոր դատախազ մնում է հանրապետական կուսակցության կողմից ընտրված Արտուր Դավթյանը։ Մարդու իրավունքների պաշտպան մնում է հանրապետական կուսակցության ընտրած թեկնածուն։ Հանրապետության նախագահ մնում է հանրապետական կուսակցության ընտրած թեկնածու ու ամենակարևորը ժողովուրդ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ մնում է հանրապետական կուսակցության ընտրած թեկնածու։ Լավ, հիմա շատ էլ փորձում ենք աչք փակել այս ամեն ինչի վրա, բայց թե եթե եկել է բաց խաղաքարտերով խոսելու ժամանակը, հա, մենք մշտապես քաղաքական սոլիդարությունը պահել ենք։ Ինչու է հիմա եկել այդ ժամանակը եւ ինչու չէր այս մասին բարձրաձայնվում նախորդ 6-7 տարիներին։ Շատ լավ, հիմա վերջին պաշտոնյան էլ ասեմ, այս պահը փակենք ու շարժվենք առաջ։ Ինչ էր անում Միքայել Մինասյանը մինչև հեղափոխությունը, Վատիկանում դեսպան էր, չէ՞։ 18 թվականից հետո մենք լուրջ ենք համարում Միքայել Մինասյանի եւս 6 ամսով պաշտոնավարումը։
այսինքն Նիկոլ Փաշինյանը Միքայել Մինասյանի դեմքով դեսպան է ունեցել Վատիկանում։ Այսինքն գլխավոր դատախազ, մի ընտրական հանձնաժողովի նախագահ, դեսպան, երկրի նախագահ, բոլորը մնացել են իրենց տեղում, հանրապետականներն էլ ասում են մենք Նիկոլին չենք բերել իշխանության։ Լավ, սա լուրջ է։ Այսինքն կամ Միքայել Մինասյանը այդ ամբողջ ընդդիմադիր շարժման հեղափոխական անգամ վերջերս 2 օր առաջ Գյումրի էլի էր հիշել Միքայել Մինասյանին որպես նախկին կոռուպցիոներ եւ այլն, հա։ Այդ մարդու հետ 6-7 ամիս իրենք աշխատել են, հասկանում եք, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք 6-7 ամիս Միքայել Մինասյանը դեսպան է եղել Վատիկանում։ Լավ, հիմա հանրապետական գործընկերներ, սա լուրջ ենք համարում։ Լավ, եկեք հերքենք, ասենք չի եղել, Կոչուբաևը սուտ է խոսում, Աստված առաջ։ Ռոբերտ Քոչարյանը, որ գա իշխանության։ Դուք պատկերացնում եք Աննա Վարդապետյանը մնա գլխավոր դատախազ, Խաչատուրյանը մնա հանրապետության նախագահ, Անահիտը մնա մարդու իրավունքների պաշտպան, Վահագնն էլ օրինակ մնա կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Հիմա սա լուրջ ենք մենք համարում, հա, այսինքն տեղի էր ունեցել հեղափոխական տերոր, այս երկիրը այլասերվածության պիկին էր հասել։ Մենք մերժում էինք Սերժին, բայց եկել ենք Սերժի Փեսայի հետ 7-8 ամիս դեսպան ենք աշխատում։ Դեսպանը հասկանում ենք, չէ՞ ով է։ Պետության քաղաքական պատասխանատուն այլ պետության տարածքում։ Հիմա պարոն Միքայել Մինասյանը, ով ֆինանսավորել է Հայկական ժամանակը, ով ֆինանսավորել է Նիկոլին Փաշինյան, իր հետ դեսպան է աշխատել։ Գուցե այնտեղ ինչ որ Եվրոպայի հետ կապերի դեռևս ավարտին հասցնելու գործընթացներ կար։ Խնդրում եմ, ախր այս պաշտոնյաները անհերքելի են, մնացել են, աշխատել են Նիկոլ Փաշինյանի հետ։ Սրանք ում կադրերն են, սրանք հանրապետականի կադրերն են։ Հա, եւ այս թոփ պաշտոնյաները հասկանում եք հանրապետության նախագահ մնա իր տեղում, մենք էլ անունը դնում ենք հեղափոխություն։ Ասում ենք հեղափոխություն ա եղել, բայց հանրապետության նախագահան ուպուժ մարդ է, իր հետ կաշխատենք։ Այս գլխավոր դատախազը ոնց որ թե լավ տղա է։ Հնչում են տեսակետներ, որ դավաճանել է թիմին Արթուր Դավթյանը։ Լավ, բա որ դավաճանել էր, հետո էլ որ գալիս էր փողոցներին ցույցեր էր անում, այդ ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանին էր դավաճանել։ Լավ, անկեղծ, իսկ Միքայել Մինասյանը ինչ էր ան, դավաճանել էր Սերժ Սարգսյանին, հա, որ մնացել էր Նիկոլ Փաշինյանի մոտ դեսպան էր աշխատում, հա, դավաճանել էր, գիտեք ինչ, այս թեզերը մի փոքր էմոցիոնալ հենք ունեն, դրանք չեն բխում փաստացի իրավիճակներից, եւ ես կրկնում եմ, գոնե ես մինչեւ այս պահը փորձել եմ բաց ոչինչ չխոսել։ Ես մոտենում եք հարցին, որի պատասխանը չհնչեց, ինչու հիմա։ Ինչու հիմա, իսկ ով սկսեց սա։ Ով սկսեց այն թեզերը շրջանառել, հա, որ օրինակ, չգիտեմ, հանրապետականները եւ պարոն Քոչարյանը մեկ քաղաքական թիմ են, տակից այս թեզերը ով է տվել։ Հիմա այդ տարբեր տրամաչափի մանր ու միջին խոսնակներ, որ տարբեր տեղերից նախագահ Քոչարյանի հասցեին վայրահաչում են, սա ով սկսեց։ Դուք չեք գտնի Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի, հələ ես աջակիցների մասին չեմ խոսում, քաղաքական թմի մեզանից որևէ մեկին չեք գտնի մեկ հայտարարություն, որ մենք օրինակ Սերժ Սարգսյանին հրապարակային կամ իր վարած քաղաքականությունը փորձենք քննադատել, պարսավել կամ կապել, որ Նիկոլին բերեցիր, այս արեցիր, այն արեցիր, իրենք են սկսել։ Գործընկերներն են սրանք սկսել։ Մենք հավատացեք, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կապիտալը այն աստիճան մեծ է, մենք դրա խնդիրը ընդհանրապես չունենք։ Հա, օրինակ ինքնահաստատվել հանրապետականի հաշվին, որովհետև այդ տղաները, գործընկերները հանրապետականից այս երկրի մեջ մնացել են 2-ից 3% աջակցությամբ, եթե մենք վերցնենք ընտրական թվերը։ Եվ հիմա գիտեք պրիմիտիվ մի գործընթաց է արվում, որ դե նախագահ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միասին են, ընկերներ են, մտերիմներ են, հավատացնում եմ չկա նման բան։
Ռոբերտ Քոչարյանի քաղաքական կենսագրությունը եւ իր պահպանողական այն արժեքները, որը մենք ունեցել ենք, եւ այն լիբերալ հասարակությունը, որը կայացվել է 8-ից 18 թվականներին, դրանք երկու տարբեր արժեհամակարգեր են։ Պարոն Կոչուբաև, հնչում է տեսակետ, որ այս տարանջատման գործընթացը իրականացվում է ընտրությունների համար եւ այդ կոնֆլիկտն էլ այդ նպատակով է հասունացել։ Գիտեք ինչպես է, պետք է հանրապետականին հարցնել։ Ինչու հենց հիմա որոշում կայացվեց բացեբաց փորձել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թմին կամ նրա կապիտալին խփել։ Ախր ժողովուրդ, ես ուզում եմ սա հստակ լինի, մենք երկու տարբեր քաղաքական տրամաչափի մասին ենք խոսում։ Հիմա բոլորին էլ ձեռնտու է, գիտեք ինչպես է, երբ որ նախագահան քաղաքալացյալի կարգավիճակում էր, երբ որ 18-19-ի գործընթացները սկսվեց իր հանդեպ, իր կողքը մարդ չկար։ Հիմա հանրապետականն ասում է, դե քննադատել ենք, դե հրապարակային պաշտպանել ենք։ Առնվազն տեսակետ հայտնվել է, որ գործ ունենք քաղաքական հետապնդում։ Դե հիմա ես էլ խստորեն դատապարտում եմ, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական նոր գործ է հարուցվել։ Անկեղծ խստորեն դատապարտում։ Ոչ միայն նրա, նաև պատգամավորների Տարոն Մարգարյանի եւ Հովիկ Աղաբալյանի։ Խստորեն ամենախիստ ձևով դատապարտում են։ Փոխվեց ինչ որ մի բան։ Իրենք էլ խստորեն դատապարտեցին։ Բայց կար չէ մեդիա հսկայական ռեսուրս։ Օրինակ մի քաղաքական այսպես օգնություն ցուցաբերվել է Ռոբերտ Քոչարյանին, թե ոչ։ Թե օրինակ ինքը միայնակ վերականգնեց այս քաղաքական կապիտալը, վերականգնեց։ Այն ինչ որ 2008-ից հարվածվում էր Ռոբերտ Քոչարյանին, իսկ նախագահն էլ իր ոճի մեջ չէր արձագանքում, դե ասում էր ժողովուրդը հիմար չի, տեսել է $300,000 պետական բյուջեով երկիր եմ ընդունել 3 միլիարդով հանձնել եմ Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանը 3 միլիարդ ընդունել, 3 միլիարդով հանձնել է։ Լավ, պարոն Քոչարյանը մշտապես այն կարծիքին է եղել, որ մարդիկ տեսել են այդ ամեն ինչը, այն 4 միլիարդի թեզը, որտեղից ծնվեց։ Եկեք այդ աֆիլիացիա բառը շատ են սիրում իրանք։ Այդ ում հետ աֆիլիացվող լրատվականների միֆերով ձևավորվեց 4 միլիարդի հիմար թեզը։ Հասկանում եք, 2008-ից 18 թվականներ նախագահ Քոչարյանի վարկանիշին անընդհատ պարբերական քայլերով փորձել են հարվածել, բայց նախագահը լինելով ՔԿՀ-ում իր քաղաքական կապիտալը վերականգնեց։ Եվ այսօր ակնհայտ է, չէ, մեկ բացառիկ ճշմարտություն։ Եթե ոչ Նիկոլ Փաշինյան, ապա Ռոբերտ Քոչարյան։ Այսինքն ժողովուրդը այլընտրանք չի տեսնում Սերժ Սարգսյանի դեմքով կամ իր քաղաքական թմի հետ ասոցացվող ինչ-որ մեկի դեմքով։ Եթե ապա կանոնը հետևյալն է. եթե ոչ Նիկոլ Փաշինյան, ապա Ռոբերտ Քոչարյան։ Այս իշխանության այլընտրանքը Ռոբերտ Քոչարյանն է, որովհետև այսօր ժողովուրդը դեռևս տեսնում է, չէ, որ աշխարհում տիրապետող են դարձել պահպանողական կարգերը, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, իսկ այդ քաղաքական կուրսը ով է պաշտպանում, նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եւ աշխարհի համար ով է ընկալելի, նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Եվ գիտեք ինչպես է, իշխանություն եւ հանրապետական մեկ միասնական բարիկադը փորձում է հարվածել հենց նախագահ Քոչարյանի քաղաքական կապիտալին։ Անկեղծ ես այստեղ տեսնում եմ մեկ թիմ, որովհետև ինձ համար անտրամաբանական է, երբ որ մենք արդեն բացեբաց ասում ենք, պարոն Սարգսյան, ինչի բերեցիք Նիկոլ Փաշինյան քաղցկեղը մեր գլխին, ՀԿ-ն ասում է, դե մենք կապ չունենք, անկապ թեզեր է, եւ սրան է միանում Նիկոլ Փաշինյանը, լավ հասկանում եք երկրի վարչապետը։ Դուք ինչ եք կարծում, ինչ պիտի ասեր Փաշինյանը։ Առնվազն պետք է լռեր։ Ուզում եմ մի փոքր վերջին մոտեցնել։ Մի հատ էսպիսի երևույթ էլի։ Հեղափոխությունը եկավ նախկինին մերժելու համար։ Ոնց եղավ, որ 18 թվականից հետո մերժվեց նախկինը, հա? Ոնց եղավ, որ քաղաքական հալածանքների, քաղաքական հետապնդումն է Ռոբերտ Քոչարյանի համար շատ մեղմ ձևակերպում է։
շատ չափազանց մեղմ ձևակերպում է։ Լավ, այդ ինչպես եղավ, հեղափոխությունը եղավ, ՀՀԿ-ն, ՔՊ-ն իրար հետ այնտեղ ընդդիմություն, իշխանություն էին ազգային ժողովում, հասկանում եք, հեղափոխություն է երկրում, ինչ ՀՀԿ-ի մասին է խոսքը։ Այնտեղ բոլորին պետք էր անարգանքի սյունին գամել, դատել, դատապարտել, ամեն ինչ անել, բայց ոչ իրենց հետ ազգային ժողովում աշխատել։ Ժողովուրդ, մի հատ երկիր, եթե կարող են թող բերել, որ եղել է հեղափոխություն, ու նախկին իշխանությունը դարձել անդիմություն, ԱԺ-ում միասին աշխատում էին, իսկ այդ պահին Ռոբերտ Քոչարյանը ԱԱԾ մենախցում, պայքարում էր։ Կոչուբաև, քրեական գործերը հենց այսօր էլ հարուցվել են, նաև երրորդ նախագահի եւ հանրապետականի ներկայացուցիչ պատգամավորի նկատմամբ ու էլի գործեր եղել են, այսինքն այդ Նիկոլ Փաշինյանի այսպես ասած մեքենան քրեական գործիքակազմերի շարունակում է աշխատել։ Շատ վատ է, եթե այդպիսի գործընթացներ կա, բայց այն ինչ կրեց Ռոբերտ Քոչարյանը, հանրապետական որևէ թեկնածու, որևէ անձ, որևէ պաշտոնյա, դրան անգամ մոտարկված ոչինչ չի եղել։ Եվ հասկանում եք, հեղափոխության ամբողջ լեքսիկոնը Սերժին մերժելու մասին էր։ Ռոբերտ Քոչարյանը այդ օրակարգում չկար, որովհետև կրկնում եմ, նախագահը $300,000 երկիր է ընդունել, 3 միլիարդով հանձնել է, ինչին մերժեն, մերժելու առիթ չկար, բայց 18-ից հետո չգիտես ինչի ստացվեց այնպես, քաղաքական թիվ 1 ֆիգուրը դարձավ Ռոբերտ Քոչարյանը, իր քաղաքական թիմը եւ սկսվեց հետապնդումը։ Ես այդ մասով ես չեմ ուզում շատ խորացնել հակասությունը, իրապես շատ վատ է ցանկացած եթեապորինի է քրեական գործ։ Վերցնենք հայտնի ցուցմունք տվող Սիլվային։ Սիլվան ինչ ասում, ցուցմունք հա տվել, ասում է կաշառքի մի մաս տվել եմ Ռոբերտ Քոչարյանին, մի մասը տվել եմ Սերժ Սարգսյանին։ Ցուցմունքը սա է։ Մի մաս փողի այնտեղ եմ տվել, մի մասը ստեղ։ Ռոբերտ Քոչարյանին այդ մասով նաև քրեական հետապնդման են ենթարկում, նաև կալանքի երկարատև այդ արարքն են դնում։ Վաստեղի գործ չկա, ընկերներ։ Նույն մարդը, չեմ ասում տարբեր, որ ասենք դենդեղ ուշադիր չենք եղել։ Նույն մարդը ասում է, չգիտեմ, 1000 դրամ տվել եմ ստեղ, 1000 դրամ Սերժ Սարգսյանին, բայց Սերժ Սարգսյանին տված 1000 դրամի մասով քրեական հետապնդում չկա։ Խոսքս ես կուզեմ ամփոփել հանրապետականների գիտությամբ, հանրապետականների աջակցությամբ, Սերժ Սարգսյանի ուղիղ թողտվությամբ, եթե ոչ թույլտվությամբ, Նիկոլ Փաշինյանը բերվել է իշխանության։ Սրանում երկրորդ կարծիք չկա, սրանք փաստաթղթեր են։ Եթե կարող են, թող բանավեճը տեղափոխեն։ Փաստաթղթային տիրույթ, խոսքս ամփոփում եմ շատ մեկ նկատառմամբ։ Մարտի 1-ի քրեական գործի վերջին փաստաթուղթը երբ է կազմվել։ Թող հանրապետականները գնան Սերժ Սարգսյանին այս հարցը տան։ 2014 թվականին մարտի 1-ի գործը, սա ես ձեզ ասում եմ ոչ թե նախագահ Քոչարյանի քաղաքական թիմի անդամ, սա ես ձեզ ասում եմ որպես նախկինում մարտի 1-ի գործով պաշտպան։ Ես անձամբ եմ այդ բոլոր հատորները կարդացել։ Այս գործը որ տեսքով ուղարկվել է դատարան, այն տեսքով, որ տեսքով ուղարկվել է դատարան, պատրաստ է եղել 2014 թվականին։ Թող հանրապետականները սրա մասին մտածեն։ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի գործին ոչինչ չի ավելացրել։ Եվ երբ որ ինքը հրապարակում գոռգռում էր, որ մարտի 1-ի գործը ըստ էության բացահայտված է ամբողջությամբ, այդ մարդուն ասել էին 14 թվականից փաթեթ են տվել։ Մի հատ խնդրում եմ Նիկոլ Փաշինյանի, երբ որ տրվել է, իսկ ով է տվել։ Ովքեր էին այդ պահին իրավապահ համակարգի ղեկավարները, ով էր ում հետ հեռախոսով խոսում, հետո ով ում քաղաքական թիմի անդամ դարձավ, ով եկավ ընդդիմադիր դարձավ, հա, մարտի 1-ի գործը այս մեծ պրոյեկտի մի մասն է եղել։ Ամեն գնով պետք է բացառել ցանկացած ապագա, որում Ռոբերտ Քոչարյանը կա։
Սա է պետք բացառել։ Պարոն Կոչուբաև, մեծ հատկացված ժամանակը սպառվեց, հարցազրույցին սպասեք վաղը։